Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ։ Այսօր լրանում է ապրիլի քառորյա պատերազմի 10-րդ տարելիցը։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախում, որը տևեց 4 օր։ Այդ 4 օրերի ընթացքում թշնամու թիրախը ոչ միայն հայկական երկրորդ հանրապետության ռազմավարական նշանակության կետերն էին, այլև խաղաղ բնակիչները։ Ժամերի ընթացքում նրանց ապահով վայր տարհանելուց հետո հայկական բանակը պաշտպանողական դիրք ընդունելով հետ մղեց հարձակումն ու թշնամուն հասցրեց լուրջ վնասներ և տապալեց Բաքվի բոլոր ծրագրերը։ Փառք, պատիվ ու խոնարհում պատերազմում անմահացած զոհերի հիշատակին։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում ենք, ասա։ Այս դիրքում իմ տղեկ է։ Ասա մի անջատի։ Դեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ձենով ինչի ա կորում։ Ես դեռ հիմա կարգով քաշում եմ, ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Աղա գալիս են։ Աղա ասա դու հենց հիմա կրակ են գալիս են աղա։ Ապրիլի պատերազմի 10-ամյա տարելիցին նվիրված համերգ հերոսապատումը կկայանա, այն տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչ Արման Կարապետյանը Աշուղ Արմանին սոցցանցում գրել է, որ քաղաքապետարանը մերժել է դիմումը, որով խնդրել էր անհատույց դահլիճ տրամադրել։ ABC մեդիային քաղաքապետարանը հայտնել էր, որ մերժումը պայմանավորված է եղել դահլիճի այդ օրերին զբաղված լինելու հանգամանքով։ Համերգի օրը փոխել են փոխադարձ համաձայնությամբ, այն կայանալու է, որին հրավիրված են լինելու քառորյա պատերազմում զոհված հերոսների հարազատները։ 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Բողոքն արդեն մուտք է եղել դատարան։ ABC մեդիային հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով տղայի վիճակը կայունացել է։ Հիշեցնեմ, որ 3 դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Տղային տեղափոխել էին Արմավիր քրեակատարողական հիմնարկ, սակայն հիմնարկ դեռ չմտած, Դավիթը կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթի գիտակցության յուրաքանչյուր կորուստ կարող է ճակատագրական լինել։ 18-ամյա Դավիթի պաշտպանական թիմը դասընկերներն ու աջակիցները 3 դատախազության շենքի դիմաց էին։ Ասում են, կալանավորելու որոշումը շոկային էր։ Մտածում էին, որ հաշվի կառնեն տղայի առողջական վիճակն ու խափանման միջոց կընտրեն տնային կալանքը։ Պաշտպան Արմեն Մելքոնյանը տեսակցել է Դավիթին։ Լսենք մանրամասները։ Պարոն Մելքոնյան, տեսակցեցիք Դավիթին, ինչ կհանձնեք։ Տեսակցեցի։ Գնահատում եմ նորմալ թույլ մի քիչ դե ուշագնացություն էր ունեցել, դրանց հետո թույլ էր, բայց ընդհանուր գնահատում եմ նորմալ, չգիտեմ, իր համար հետաքրքիր նոր փորձություն ա, նոր աշխարհ ա, ինքը նորմալ չի գիտակցում, թե ուր է հայտնվել, ինչի է հայտնվել, չգիտեմ։ Երեխայի 18 տարեկան երեխայի պահվածք, չգիտեմ, ներքնաշխարհը մի քիչ խառնված վիճակում է, բայց կարծում եմ դուրս կգա, ուժեղ տղա է։ Հույդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը խստորեն դատապարտել է 18-ամյա Դավիթի կալանավորումը, այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում։ Ուսանողական միությունը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, իսկ մինչ այդ ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բժշկական միջամտություն և նախաձեռնել անկախ ու լիարժեք քննություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Ըստ էության, այս ակնհայտ անհամաչափ եւ քաղաքական դրդապատճառներով իրականացված որոշումը խախտում է Դավիթ Մինասյանի կրթության իրավունքը, վերջինիս զրկելով դպրոցն այս տարի ավարտելու հնարավորությունից։ Խիստ մտահոգիչ է նաև Դավիթ Մինասյանի առողջական վիճակը ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը, որն արգելում է անգամ պատգամավորների եւ ընտանիքի անդամների տեսակցությունները։ Ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, երբ կալանքը որպես խափանման ծայրահեղ միջոց պետք է կիրառվեր։ Այս մոտեցումը եւս մեկ անգամ փաստում է իրավապահ եւ դատական համակարգերի որպես քաղաքական ճնշման գործիչ ծառայելու եւ ակնհայտ ընտրովի արդարադատության մասին, առավել խորացնելով պետական ինստիտուտների հանդեպ հասարակական անվստահությունը։ Լարված վիճակ է ստեղծվել Չարենցավանի դատարանում։ Գագիկ Շամչյանի խոսքով դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամբաստանյալի եւ Տուժողի հարազատների միջև։ Այն վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաեւ դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեպքի առթիվ 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է։ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել ու զրուցել են երկու երկրների հարաբերությունների, ԱՏՄ ընտրության, Արցախի հարցի ներքաղաքական գործընթացների մասին։ Սակայն հանդիպման շքեղ սրահների դռներից այն կողմ տեղի են ունեցել միջադեպեր, որոնք Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության համար տհաճ էին։ Հանդիպման մանրամասներն ու կուլիսներում տեղի ունեցածը ռեպորտաժում։ Նկարվելու խնդրանք վարչապետ Փաշինյանին, բայց այլ ուղերձով։ Որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հանձնվել։ Այնուհետև հնչեց ածական։ Դավաճան, Արցախը հանձնեցիր դու։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Փաշինյանին մեկ այլ անակնկալել էր սպասվում, մինչև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Միջադեպերից ժամեր անց մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Օրակարգում մի շարք հարցեր էին ներառված. Արցախյան շարժում, նախընտրական փուլ, քաղբանտարկյալներ, ԵՄ, ԵԱՏՄ ընտրություն եւ այլն։ Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը անիրատեսական է համարում Փաշինյանի հայտարարությունը։ Արցախյան շարժումը մեկ մարդ չի սկսել, որ մեկ մարդ էլ ավարտին հասցնի։ Աստված մի արած չէ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ճանաչի Արցախ Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքի հարցը մեջտեղից դուրս է գալիս, ոչ, այդպիսի բան չկա, այո, դա ցավալի է, դա ողբերգական է, դա ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման դատողություն արտաբերել, բայց դրանով չի նշանակում, որ վերջ, փակվեց Արցախի հարցը, ավարտված է, այլևս խաղաղություն հաստատվեց, ոչ։ Փաշինյանը հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պուտինին ասել ոչ միայն Թրամփի, այլև նրա ներդրումն է մեծ։ Արձագանքելով Պուտինն ասել է. ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրաված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջապակումը նկատելի է արդեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատված խաղաղությունը հաստատուն չէ, քանի դեռ Ադրբեջանում են պահվում հայ գերիները, հիշեցնում է քաղաքագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել նախ առաջինը, որպես այդպիսին գոյություն չունի ստորագրված վերջնական փաստաթուղթ, եւ եթե նույնիսկ թվացial խաղաղություն է, դա խաղաղություն չէ, դա իրականության մեջ այսպես առերևույթ խաղաղություն է, որովհետեւ երբ որ երկրների միջև հաստատվում է խաղաղություն, դա չի կարող համարվել խաղաղություն, քանի որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ եթե խաղաղություն է հաստատված, ապա մեր գերիները ինչու են գտնվում Ադրբեջանում, եւ բացի դրանից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Վերադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ՌԴ նախագահը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների եւ առաջիկա ընտրության մասին, նշել ռուսական կողմը կցանկանար, որ այդ մարդիկ կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են։ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ, գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։
Ի պատասխան վարչապետ Փաշինյանը ասաց, Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիները։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն այցի իրական նպատակներից մեկը նախընտրական տրամադրությունները հասկանալն էր։ Նա գնացել է Մոսկվա ճշգրտելու Մոսկվայից մասնավորապես Պուտինի վերաբերմունքը իր նկատմամբ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի այն մետախոսական, պորոտախոսական այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ավելի քան երբևէ ինքնիշխան է, ավելի քան երբևէ անկախ է, ազատագրված է գաղութացման լծից եւ այլն, չեն համապատասխանում բացարձակ իրականությանը։ Պուտին-Փաշինյան հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությանը։ Փաշինյանը նշել է, որ այս պահին Հայաստանը կանգնած չէ ԵՄԵԱՏՄ ընտրության առաջ, գործընթացներն այդ փուլին չեն հասել։ Փաշինյանի ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելիս Պուտինը ընդհատեց. Միասին դեռ պետք է ընտրենք այսօր։ Այո, շնորհակալություն հյուրասիրության համար։ Սեդամակարյան, Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստ Վաչե Թովմասյանի ծաղրական արտահայտությունները Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր-Զատիկ Վարդապետ Ավետիքյանի վերաբերյալ վիրավորել են տեղի հայ համայնքին եւ դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։ Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հայտարարություն է տարածել դատապարտելով դերասանի պահվածքը։ Հայտնում ենք, որ մեր համայնքում առկա է խոր հիասթափություն եւ արդարացի դժգոհություն։ Մեզ համար անընդունելի է ցանկացած հրապարակային խոսք կամ գործողություն, որ կարող է վիրավորել Սփյուռքի համայնքային եւ հոգեվոր արժեքները։ Այս ֆոնին տեղեկացել ենք, որ դերասանը մտադրություն ունի կրկին այցելել Բելգիա։ Համայնքը ակնկալում է հրապարակային պարզաբանում եւ ներողություն ստեղծված վիճակի վերաբերյալ։ Միայն փոխադարձ հարգանքի եւ պատասխանատվության մթնոլորտում հնարավոր կլինի վերականգնել վստահությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին։ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլազգերի, այդ թվում ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ, քանի որ վերջինս ձգտում է շեղել աշխարհը պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից, ասել է Իրանի նախագահը։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի առողջական վիճակը բավարար է եւ որոշ ժամանակ անց Մոջթաբա Խամենեին կարող է երևալ հասարակությանը։ Լիբանանում բախումների հետևանքով 24 ժամվա ընթացքում Իսրայելն ունի 48 վիրավոր։ Ցախալի տվյալով տարածաշրջանում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 10 իսրայելցի զինվոր, եւս 309 վիրավոր է։ Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Չարլզ III-ի հետ։ Մեծ Բրիտանիայի թագավորը աջակցություն է հայտնել Սիրիային եւ սիրիացի ժողովրդի ջանքերին երկիրը վերականգնելու գործում։ Եվ վերջում եղանակի մասին, կեսօրից հետո տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք առայժմ։